միջանկյալ ես կարող եմ ներխուժել ձեր երկխոսությանը։ Բարև ձեզ, պարոն Մղթարյան, ես մի հատ հարց ունեմ։ Այդ Գյումրի ֆեյլը, ֆիասկոն, այսպես ասած, հա, մենք ֆիքսեցինք Մայրաթորում 2 օր առաջ ֆիասկոն։ Ֆիքսեցինք վերջի կես տարվա ընթացքում մի շարք իրավիճակներ եւ իրադարձություններ, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի հասել իր ուզած նպատակին եւ մեծ հաշվով տանուլ է տվել այդ պարտիան, այսպես ասած։ Հիմա հարցս հետեւյալն է. վերջի կես տարվա ընթացքում մի շարք այդպիսի իրավիճակներ ենք ականատես եղել։ Դա իրականում իսկապես այդպես է, նա սկսել է սխալներ թույլ տալ, թե դա ինչ որտեղ մեր wishful thinking-ն է եւ մենք ուզում ենք հավատալ, որ ինքը իր ուզածին չի հասնում։ Նիկոլ Փաշինյանը մանևրում է իմ խորը համոզմամբ ու եկեղեցու դեմ պայքարով իրականում քողարկում է այն մնացած բոլոր գործունեությունը, որը շատ հանգիստ կարողանում է առաջ տանել ու իրականացնել։ Տեսեք, ինքը մի գծով ցույց է տալիս իր ամբողջ նվիրվածությունն ու պրինցիպիալ պայքարը եկեղեցու դեմ ու քանի որ եկեղեցու ու հավատքի հետ կապված հարցերում հայ ժողովուրդը մաքսիմալ զգացմունքային է, էմոցիոնալ։ Այդ արանքում տեղի են ունենում պրոցեսներ Ադրբեջանի հետ, որոնք ինֆորմացիոն դաշտում մղվում են երկրորդ պլան, որը հայ ժողովրդի համար երկարաժամկետ պերսպեկտիվայում շատ ավելի էգզիստենցիալ դեր ու նշանակություն են ունենալու, չեմ ուզում համեմատության մեջ դնեմ քան եկեղեցին, որովհետև ամեն դեպքում վեհապարը այսօր ցույց է տալիս ամրություն, պնդություն, մաքսիմալ եղած ռեսուրսներով կազմակերպվածություն, պայքարը առաջ տանելու համար։ Այդ գծի մեջ նաև ունենալով ընդդիմադիր սեգմենտի հանրային մեծ աջակցությունը։ Գոնե թե կարելի է ասել, որ այս փուլում շատ անհանգստանալու բան չկա, որովհետև այլ գործիքակազմով ինչ որ ինքը պետք է կիրառի, բոլորիս համար է ակնհայտ է, լավ, այս մարդուն մնացել է կալանավորել, հա, ըստ այդմ էդ էլ մենք գիտենք, հա, այդ պարագանը գիտենք, որ ուր տարան վեհապարին, այդտեղ լինելու է վեհարանը, լավ, հիմա ես չգիտեմ այդ բանը ինչ տեղի կունենա երկրում, կարող է դա ինչ որ ազդակ հանդիսանա, որպեսզի մարդկանց մոտ էմոցիոնալ այնպիսի իրավիճակ ստեղծի, որ իրենք պատրաստ լինեն, չգիտեմ, ինչ որ գործողություններ անել, չգիտեմ, բայց այն որ ինքը սա օգտագործում է այլ բաներ իր համար, այո, իր համար շատ ավելի կարևոր իր արտաքին տերերի կամ պատվիրատուների համար ցույց տալու համար, որ ես այս հարցերը արդեն կարողանում եմ լուծեմ, որովհետև մնացածը խառն են ու զբաղված են այստեղով, դա էլ է փաստ։ Հիմա այս բենզինի գալը, ինչքանով է ուզում եք ասեք այդ թվաբանական տարբերությունները, հա, տնտեսական, որ վաղը մյուս օր Վրաստանը էլ բարի կամք չի դրսևորի ու գուցե այդ բենզինի ինքը հաղթահարել է, Ժորժ ջան, մի հատ շատ կարևոր հոգեբանական տաբու։ Ինքը նախ վիդեոկարծինկով մարդկանց աչքի առաջ սովորացրեց, որ Էջմիածնի մայր տաճարում ոստիկանների առկայությունը ու հայոյանքը այլևս կարող է նորմալ դիտվել։ Իսկ մեր Օվերտոնի պատուհանը մենք գիտենք բոլորս ինչպես է աշխատում։ Երբ որ դու բենզին ես ներկրում ու այդ բենզին ներկրելու ընթացքում քո թշնամուց իհարկե միշտ հայտնվելու են իրենց բաները, խոսնակները, որոնք խոսելու են էլի էժան պոմիդորի մասին, այս դեպքում արդեն բենզինի մասին, դու էլի ինչ-որ պատուհան ես բացելու, որովհետև միևնույն է բոլոր պետությունների մեջ գոյություն ունի ժողովրդի մի տոկոս, որը լրիվ այլ պրինցիպներով է առաջնորդվում։ Անում է, չէ, այդ մարդը, ցորենը արեց, հիմա բենզինը արեց։ Ինչով ու ով կարողացավ այդ ամեն ինչին ընդդիմանալ։ Փաստ է, որ ռեսուրսների, ընդդիմության ռեսուրսները, այսինքն բաշխվածությունը, որ բոլոր ֆրոնտերում ճիշտ աշխատվի, չկա, իսկ չկա համել ինչի համար, որովհետև այսօրվա օրով գոյություն չունի ներընդդիմադիր, ռեալ, հստակ կոնսոլիդացիա, ուժերի ճիշտ բաշխվածություն, որպեսզի հնարավոր լինի բոլոր խնդիրներին տալ համապատասխան, չգիտեմ, բան, դիմադրություն, ցույց տալ համապատասխան դիմադրություն։ Ըստ այդմ ես այդ հաղթանակները մեր ավելի շատ համարում եմ բան,
ոնց ասեմ, էմոցիոնալ ու մենք այնքան այդ հաղթանակների կարիքը ունենք, որ իրան մի քիչ ավելի շատ մեծ ենք ներկայացնում, քան պետք է իրենց վերաբերվել, որովհետև այլ տեղերում մենք թույլ ենք տալիս պարտությունը պարտության հետևից։ Կա տենց բան։